Զին գրում է Աննա ջան, ուրախ ենք, որ արդարությունը վերականգնվեց ձեր հայրիկի հետ կապված։ Շատերի լեզուն կարճացավ։ Ես համոզված եմ, որ շատերը տեղեկացված չեն, որ ձեր ընտանիքի անդամներից մեկը նույնպես հետապնդումների էր ենթարկվում, եւ այնպես չէ, որ ձեր կյանքը անամպ է եւ դուք միայն զբաղվում եք, ասենք, ստատուս գրելով կամ հայտարարություններ, ելույթներ ունենալով, ուղղակի Աննան երբեք թույլ չի տվել իր անձնական հարթակները կամ աշխատանքային հարթակները երբևէ օգտագործել դրա մասին պատմելու համար։ Ես էլ ինձ թույլ չեմ տա մանրամասներ պատմել, ուղղակի իմացեք, որ Աննայի հայրիկին հետապնդում էին։ Ես չեմ կարծում, որ կավարտվեն այս նկարտումները, տարատեսակ ինչ-որ մեղադրանքներ եւ այլն, ամեն դեպքում տեղի է ունեցել դատական որոշում, որտեղ այս հարցում որպես բացառություն արդարությունը վերականգնվել է։ Այո, բայց դուք շատ ճիշտ ասացիք, այս 7 տարիների ընթացքում այնքան շատ են խնդիրները, որ այնքան քաղաքական հետապնդումներ ու բանտարկություններ կա, իհարկե ժամանակն էլ։ Հիմա եթե ես ու Լիկան ուղղակի որոշենք թվարկել են մարդկանց, ովքեր հենց այս պահին ապօրինի կալանքի տակ են, ել չեմ ասում նախկինում հետապնդվածներին կամ այո, հորս նման անարդարացիորեն կալանքի տակ որոշ ժամանակ անցկացրած մարդկանց, ես վստահեցնում եմ ձեզ, այդ 3-4 ժամ ուղղակի չի հերիքի, բայց դրա մասին հաջորդ անգամ շատ ավելի մանրամասն կարծում, երբ որ կհաղթահարենք այս Նիկոլին եւ պետությունը կվերականգնվի, բոլորս ամեն ինչի մասին շատ մանրամասն կխոսենք։